Մարտի 1-ից սկսած Դաշնային անվտանգության ծառայության կողմից կարող է նաև կապի օպերատորին կարող են դիմել կապի օպերատորին եւ անջատել միգրանտի հասանելիությունը հեռախոսի հասանելիությունը սա էլ պայմանավորված նրանով թե ինչ օրինակ հաղորդագրություններ կամ զանգեր կարող է անել տվյալ անձը պետք է շատ զգույշ լինել այս հարցում եւս այստեղ մի խնդիր կարող է ծագել որ անգամ եթե դա լինի, չգիտեմ, թյուրիմացաբար, Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում շատ լուրջ խնդրի առաջ կկանգնի միգրանտը, որովհետեւ 2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատելու նպատակով մեկնող օտարերկրացիների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միգրացիոն հաշվառման կանգնելու որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում պետք է ունենա ամինա ծրագիրը, որը աշխատում է, որը բջջային հավելված է եւ աշխատում է ինտերնետով եւ պարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում եւ հետագայում կարող է նաեւ արտաքսվել Ուստի այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, ես պետք է խնդրեմ, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց կատարած զանգերի եւ բովանդակությունների հետ կապված իրենց խոսակցությունների։ Ներողություն, բայց այս կապի արգելքը ինչը կարող է հիմք հանդիսանալ խոսակցությունների թեման ինչը կարող է լինել որ թեկուզ Այն ամենը ինչը կարող է Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ դաշնային ծառայությունը համարել անվտանգության սպառնալիք Շատ, այսինքն անգամ փոքրիկ համակրանքը Ուկրաինայի նկատմամբ կարող է դրա հիմք հանդիսանալ, պետք է շատ զգույշ լինել անգամ խոսակցությունների մեջ։